Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նոյանտապանն է։ Այսօր իմ հարցերին է պատասխանելու ազգային ժողովրդարական բևեռի անդամ Սամվել Ասլիկյանը։ Սիրելի բարեկամներ, քանի որ պարոն Ասլիկյանը ունի խոսքի խնդիրներ, ուստի նրա պատասխանները ձայնագրվել են, կիրառելով ներկայիս տեխնոլոգիական հնարավորությունները եւ այժմ հարցազրույցը կներկայացնենք այդ եղանակով։ Ողջունում եմ ձեզ սիրելի Սամվել, չափազանց շնորհակալ եմ մեզ չմերժելու համար եւ ձեր տեսակետները մեր լսարանին այս եղանակով ներկայացնելու համար։ Ողջունում եմ Նոյանտապանի հեռուստադիտողներին եւ շնորհակալություն եմ հայտնում Տիկին Գայանեին այս հնարավորության համար։ Ձեր քաղաքական ուժը պնդում է, որ եթե Հայաստանը համաձայնվում է փոխադարձաբար ճանաչել Հայաստանի եւ Ադրբեջանի խորհրդային միության Ալմաթայի հռչակագրով նախատեսված վարչական սահմանները, նշանակում է, որ Հայաստանը փաստացի ընդունում է, որ 30 եւ ավելի տարիներ օկուպացված է պահել Ադրբեջանի տարածքների մի մասը եւ դա հետեւաբար դա էլ նշանակում է իր հերթին, որ Հայաստանը ընդունում է, որ ագրեսոր է եւ օկուպանտ, հետագայում դրա ողջ պատասխանատվությունը կրելու պարտավորությամբ։ Եթե դա այդպես է, ինչպես կարելի է ներկա պայմաններում խուսափել այդ ծուղակից։ Նախ պետք է շատ հստակ ֆիքսենք, որ սովետական Հայաստանը միջազգային ճանաչված պետություն չէր, եւ հետեւաբար ներկայիս Հայաստանը կարող համարվել գաղութային կարգավիճակ ունեցող տարածքի իրավահաջորդ։ Դա հակագիտական երևույթ է։ Իրավահաջորդությունը կարող է փոխանցվել միայն ճանաչված պետությունների միջև։ Չկար երկրորդ հանրապետություն, կար միայն առաջին հանրապետություն, որի իրավահաջորդը պետք է դառնար ներկայիս հանրապետությունը։ Եթե մենք գնում ենք սովետական ապօրինի սահմանների ճանաչման ճանապարհով, ապա այո, մենք ֆիքսում ենք, որ օկուպացրել ենք եւ 30 տարի օկուպացված ենք պահել մեր Սուրբ Արցախը, ինչի հետևանքով Ադրբեջանը արդեն իսկ 150 միլիարդ դոլարի հայց է պատրաստում Հայաստանի դեմ, որպես օկուպացիայի եւ պատերազմ հրահրելու համար փոխհատուցում։ Հայաստանը այդքան բյուջե չունի, որպիսի նման գումար փոխհատուցի, ինչի հետևանքով Բաքուն պահանջներ է ներկայացնելու Սյունիքի եւ Սևանի նկատմամբ, ինչին ի պատասխան Փաշինյանի դավաճանական ռեժիմը հանձնելու է այդ տարածքները, դա հիմնավորելով որպես պատերազմից խուսափելու քայլ։ Ինչպես նա արեց 2023 թվականին Արցախը հանձնման ժամանակ, ասելով, որ պատերազմից խուսափելու համար Հայաստանը անտեր է թողնում Արցախում բնակվող հայաստանի քաղաքացիներին։ Լուծումը տեղափոխել հայ-ադրբեջանական սահմանների հարցը սովետական ներվարչական լուծումներից դեպի միջազգային իրավունքի հարթություն։ Ալմաթայի հռչակագրով ղեկավարվելուն կողմնակից են կարծես եվրոպական մեր գործընկերները։ Արդյոք դա Հայաստանի մտահղացումն էր, թե միջազգային իրավունքի տեսանկյունից դա է միակ ճիշտ ճանապարհը։ Ինչ է կարծում, ում շահերից է բխում ճանաչել Ալմաթի հռչակագրով նախատեսված վարչական սահմանները եւ այստեղ ուզում եմ հիշեցնել նաեւ այն հանգամանքը, որ մեր եվրոպական գործընկերները անմիջապես ողջունեցին Հայաստանի այդ որոշումը։ Ինչու՞։ Հայաստանի շահերը միայն Հայաստանը կարող է հետապնդել։ Ոչ մի այլ երկիր մեր փոխարեն չի գծի մեր ազգային պետական շահերի կարմիր գծերը։ Այս պահին, երբ ընթանում է աշխարհակարգի փոփոխության գործընթաց, Արևմուտքի համար շատ կարևոր է մեկ խնդիր՝ թույլ չտալ կոնֆլիկտի տաքացում, որպեսզի Ռուսաստանի տարածաշրջանից նահանջն ընթանա ավելի սահուն, քանի որ մենք գիտենք, Մոսկվան սնվում է պատերազմներով եւ պատերազմը հրահրելով։ Այդ իսկ պատճառով Եվրոպան այս փուլում ողջունում է այս գործընթացը։ Ես վստահեցնում եմ, եթե Հայաստանի իշխանությունները ազգային լինեին եւ 2020 թվականից սկսած պայքարեին Արցախի համար, ապա Արևմուտքը այդ ընթացքին չէր խանգարի։ Հիշեցի Հայաստանի նախկին նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդականներից մեկի հարցազրույցը, որտեղ նա խոսում էր այն մասին, որ Միացյալ Նահանգների իշխանական շրջանակներում զարմանք էին հայտնել, երբ Նիկոլ Փաշինյանը սկսեց Արցախի համար չպայքարելու եւ Արցախից հրաժարվելու ընթացքը։ Նրանք կարծում էին, որ Հայաստանը շարունակելու է պայքարը Արցախի համար։ Իսկ ինչ վերաբերվում է Ալմա-Աթայի հռչակագրին, ապա նա ԱՊՀ ստեղծման վերաբերյալ փաստաթուղթ էր, որի քավորությունը բնականաբար գալիս էր Մոսկվայից։ Ալմա-Աթայի մասին Փաշինյանը սկսեց խոսել այն փուլում, երբ հայ-ադրբեջանական բանակցությունները Մոսկվայի քավորության տիրապետությունից անցնում էին դեպի արևմտյան հարթակ։ Ալմա-Աթայի հռչակագրում Հայաստանի հետ կապված դրույթները համապատասխանում են Պուտինի կողմից գրված 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայակործան հայտարարության ոգուն եւ ռուս-թուրքական տարածաշրջանային ճարտարապետությանը։ Հետևաբար դա ձեռնտու էր Մոսկվային։
Առաջին անգամ Ալմա-Աթայի հռչակագրին ակտիվորեն Նիկոլը սկսեց հղում անել 2022 թվականի աշնանից, հատկապես 2022-ի հոկտեմբերին, երբ արդեն սկսվել էր ռուսական ագրեսիան Ուկրաինայի նկատմամբ եւ աշխարհում турբուլենտ իրավիճակ էր։ Եվ հենց այդ պատճառով Արևմուտքը աջակցեց Նիկոլի խաղաղության օրակարգ կոչվածին, այդ թվում Ալմա-Աթայի հռչակագրին, քանի որ ինչպես նշեցի, Արևմուտքի խնդիրը տարածաշրջանում կրակի հանգցնումը եւ Ռուսաստանի նահանջն ապահովելն էր։ Բնական է, Ադրբեջանի եւ Ռուսաստանի շահերից է բխում այդ սահմանները, իսկ Արևմուտքի համար այս փուլում միևնույն է, թե Հայաստանը ինչ սահմաններով կլինի։ Կրկնեմ, դա մեր խնդիրն է։ Ինչ այլ լուծումներ կան Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքների ճանաչման հարցում կիրառելու համար, այսինքն ինչ այլ լուծումներ կան, եթե հրաժարվում ենք Ալմա-Աթայի հռչակագրից։ Առհասարակ մենք պետք է գիտակցենք, որ այս աշխարհում եւ հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական անցուդարձում խիղճ չկա, կա սառը եւ հաշվենկատ շահ։ Կարելի է ենթադրել, որ Արևմուտքում այդ կորած մոլորված հռչակագրի մասին, որը ըստ էության չունի որևէ իրավական ուժ, Նիկոլ Փաշինյանից են առաջին անգամ լսել։ Լուծումը, ինչպես նշեցի, հայ-ադրբեջանական սահմանների հարցը միջազգային իրավունքի դաշտ տեղափոխելն է եւ միջազգային դատարանի միջոցով Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության տիտղոսի հաստատումը։ Դա մենք կարող ենք անել, քանի որ Ազգերի լիգան, որի իրավահաջորդը ՄԱԿ-ն է, 1920 թվականին իր զեկույց առաջարկով հաստատել է Հայաստան-Ադրբեջան սահմանները եւ Հայաստանի սահմանների մեջ մտնում էր նաեւ Արցախը։ Ընդունելով առաջին հանրապետության իրավահաջորդությունը, մենք կպահպանենք մեր իրավունքները Սրբազան Արցախի նկատմամբ եւ կխուսափենք ադրբեջանական նկրտումներից։ Դա չի բերի նոր պատերազմի, այլ հակառակը, դա կզսպի Բաքվին։ Դուք ասում եք չկար երկրորդ հանրապետություն, կար միայն առաջին հանրապետություն, որի իրավահաջորդը պետք է դառնար ներկայիս հանրապետությունը։ Այսինքն, Հայաստանը պետք է հռչակեր իրեն առաջին հանրապետության իրավահաջորդը։ Եթե այո, արդյոք դա պետք է ամրագրվի սահմանադրության մեջ։ Եթե այս դեպքում էլ այո պատասխանեք, ապա մինչ դա չարվի, ստացվում է, որ գործելու է օկուպանտի ինքնահռչակումը։ Այո, Հայաստանը պետք է հռչակի իրեն առաջին հանրապետության իրավահաջորդը, եւ դա պետք է ամրագրվի նոր սահմանադրության մեջ, որը Բևեռը անպայման կընդունի, երբ ստանա իշխանական գծակներ։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները Հայաստանի Հանրապետության սահմանների հետ կապված բոլոր հայանպաստ միջազգային որոշումների եւ ակտերի հիման վրա դիմելու են միջազգային դատարան, դրանով իսկ սկիզբ դնելով ադրբեջանական նկրտումների ավարտին եւ հայկական իրավունքների վերականգնման նոր փուլին։ Հեշտ չի լինելու, կլինեն բազմաթիվ խնդիրներ, բայց ես ցանկանում եմ շատ հստակ նշել, որ Հայաստանի պետության համար սովետական օկուպացված սահմանների ճանաչումը հավասարազոր է մահ եւ պետականության կորստի։ Ինչպես հայտնի է, Ադրբեջանը հռչակել է իրենց առաջին հանրապետության, Ադրբեջանի դեպքում դեմոկրատական Ադրբեջանի իրավահաջորդը, այստեղից մի քանի հարց։ Արդյոք ճանաչված է եղել Ադրբեջանը այդ տարածքով մինչ Կարմիր բանակի ներխուժումը եւ մինչ սովետականացումը։ Վրաստան, Ադրբեջան եւ Հայաստան երակի մեջից Ազգերի լիգան միայն Հայաստանն է ճանաչել որպես անկախ պետություն։ Հետևաբար ադրբեջանական պահանջները չունեն ոչ մի իրավական հիմք։ Այս մասին ձեզ Արա Պապյանը ավելի հստակ կարող է ներկայացնել։ Ադրբեջանը վարում է էքսպանսիոնիստական քաղաքականություն, եւ եթե մենք հայերս շարունակենք ապրել գլուխներս կախ, ինչպես հիմա, նրանք աստիճանաբար ու տարբեր մեթոդներով կփորձեն ջնջել Հայաստանը երկրի երեսից։ Իրենց իրավունքը իրենց ուժն է։ Ինչ է շահում Հայաստանը, եթե հրաժարվում է Ալմատի հռչակագրով սահմանների ճանաչումից, ինչ փաստաթղթի հիման վրա է պնդում սահմանների ճանաչումը եւ որ դեպքում Ադրբեջանը դա կճանաչի։ Ըստ էության Ալմա-Աթայի հռչակագիրը փուչիկ է եւ նույնիսկ դրա մեջ չկա որևէ հստակ նշում քառակուսի կիլոմետրերով, թե որոնք են Հայաստանի սահմանները։ Կարծեմ այնտեղ շեշտը դրված է Հայաստանի եւ Ադրբեջանի ներկա սահմանների վրա։ Բայց յուրաքանչյուր կողմ կարող է իր ձևով հասկանալ այդ ներկա բառի բովանդակությունը։ Հաշվի առնելով, որ Լենին-Քեմալյան պայմանագրով գծված սահմանները լեգիտիմ չեն, ապա ներկա սահմաններ կարելի է համարել առաջին հանրապետության սահմանները։ Բայց բնականաբար Նիկոլի համար ներկա սահմանները իր դոշին կպցրած կրծոտված քարտեզն է, եւ հենց այդ քարտեզն էլ նա ներկայացնում է աշխարհին։ Սակայն առհասարակ լուրջ խոսել այդ հռչակագրի մասին պետք չէ։ Ռուսաստանը իր կողմից ասպարեզ բերված բոլոր ֆորմատների հետ միասին, ինչպես նաև ԱՊՀ միավորը, կամաց-կամաց կորցնում են իրենց կշիռը տարածաշրջանում, Ռուսաստանի հետ միասին հեռանալով այստեղից, իր տեղը զիջելով թուրքական կողմին։
Իսկ Ադրբեջանը կընդունի միայն Հայաստանի կապիտուլյացիան։ Մենք դրա դեմը պիտի առնենք բոլոր հնարավոր լծակներով։ Մեզ մնում է որպես պետություն սուբյեկտայնություն ձեռք բերել, նոր դաշնակիցներ գտնել, հարցը տեղափոխել միջազգային իրավունքի դաշտ եւ ասպարեզ բերել հայանպաստ որոշումները, որոնք վերաբերում են Հայաստանի առաջին եւ միակ հանրապետությանը, ինչպես նաեւ կառուցել ազգ-բանակ հայեցակարգով բանակ։ Տվյալ հայեցակարգի հեղինակներն են իդեպ Ժիրայր Սեֆիլյանը եւ այժմ ապօրինի բանտում գտնվող Բևեռի վարչապետի թեկնածու քաղբանտալկյալ մեր սիրելի Վարուժան Ավետիսյանը։ Ձեր կուսակիցներից մեկի պնդմամբ Սյունիքը այժմ գտնվում է ավելի խիստ օղակի մեջ, քան գտնվում էր Արցախը։ Բաքուն իրեն համար հարմար պահի, ըստ նույն այդ պնդման, կարող է հարձակվել Հայաստանի վրա։ Որ դեպքում Բաքուն դա կանի եւ ինչու եք համարում, ինչու է ձեր կուսակցությունը համարում, որ Հայաստանը չի կարողանալու պաշտպանել իր տարածքները։ Այո, այդ պնդումն արեց մեր Գևորգ Սաֆարյանը, ում հետ ես լիարժեք համաձայն եմ։ Եթե նայենք քարտեզին եւ նկատի ունենանք, որ բոլոր ռազմավարական դիրքերն ու բարձունքները Նիկոլը դավադրաբար հանձնել է, ապա ակնհայտ է դառնում, որ Սյունիքի այդ փոքր պարանոցը հնարավոր է շատ արագ կտրել եւ ողջ Հայաստանը բլոկադայի ենթարկել։ Աշխարհակաղակական ցնցումների այս շրջանում Թրամփի հեռախոսազանգին ապավինելը առնվազն միամտություն է։ Այս պահին բացի քաղաքական ժամանակավոր երաշխիքներից, Միացյալ Նահանգների կողմից այլ գետնի վրա ավելի շոշափելի երաշխիքներ չունենք։ Նիկոլի կողմից բոլոր հայտարարությունները հայ-ամերիկյան ռազմավարական հարաբերությունների մասին դատարկ բլեֆ են։ Սյունիքի եւ Գեղարքունիքի վրա կախված վտանգի դեմը առնելու համար պետք է դառնալ ազգ-բանակ եւ, ինչպես ավելի վաղ նշեցի, վարել այլ արտաքին քաղաքականություն։ Ավելի հստակ, Բևեռն առաջարկում է ԱՄՆ-ի հետ ոչ ՆԱՏՕ-ի անդամ դաշնակցի կարգավիճակ, որի շնորհիվ մենք կարող ենք ձեռք բերել ամերիկյան զինտեխնիկա եւ այլ ռազմական աջակցություն։ Իսկ որ դեպքում Ադրբեջանի այդ սցենարը չի իրագործվի եւ եւս մեկ հարց, արդյոք Արցախի էջը իսկապես փակված է, ինչպես դա պնդում են Ադրբեջանի եւ տվյալ դեպքում Հայաստանի ղեկավարները, արդյոք այն փակված է միջազգային իրավունքի տեսանկյունից։ Մինչև ձեր հարցին պատասխանելը ուզում եմ մի կարևոր բան ամրագրենք։ Ռազմավարական հեռանկարում Ադրբեջանը ու Թուրքիան ոչ մի դեպքում չեն ընդունի հայկական պետության գոյությունը։ Սա աքսիոմ է։ Բոլոր այն քայլերը, ինչպիսիք են Թուրքիայի եւ Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկը եւ Ադրբեջանի հետ երրորդ երկրների միջոցով իրականացվող առևտուրը, պարզապես խաբկանք են հայ ժողովրդի համար եւ թուրքական աջակցություն Փաշինյանին։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար հայկական պետության գոյությունը ռազմավարական սպառնալիք է, քանի որ թուրքերը լավ գիտեն, որ հայերը երկարատև կրացած չեն ապրի։ Արցախը, բացի հայերի հայրենիքն ու հայկական պետության մաս լինելուց, նաև այն բուֆերն էր, որը պաշտպանում էր հայկական պետությունը ու հայ ազգի գոյությունը։ Առանց Արցախի եւ Արցախը վերադարձնելու պետական ռազմավարության, Հայաստանը այս տեսքով դատապարտված է անհետացման։ Վերջերս Եվրոպական խորհրդարանը ընդունեց Հայաստանի ժողովրդավարական կայունության աջակցության վերաբերյալ բանաձև։ Փաստաթղթում, ի թիվս այլ բաների, ընդգծվում է Արցախում հայերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Եվրոպական խորհրդարանը շեշտել է հայ բնակչության անվտանգ վերադարձի իրավունքը։ Կցանկանայի նշել, որ բանաձևում անդրադարձ է եղել Հայաստանին եւ հայերի Արցախ վերադարձի հարցը ներառվել էր Հայաստանի վերաբերյալ բանաձևում, ինչով հերքվում է Փաշինյանի պնդումները, որ Արցախի հարցը փակված է։ Ուզում եմ հիշեցնել եւս մեկ կարևոր փաստ։ Մինչև 2020 թվականը Հայաստանի բոլոր քաղաքացիները, որոնք բնակվում էին Արցախի մարզում, արտերկիր մեկնելիս Եվրոպա կամ Միացյալ Նահանգներ վիզաներ ստանում էին Երևանում հավատարմագրված դեսպանատներից։ Այսինքն արևմտյան երկրները լուր կերպով Արցախը ճանաչում էին որպես Հայաստանի մաս։ Օրինակ Ղրիմի բնակիչները չեն կարող վիզաներ ստանալ Մոսկվայում գտնվող դեսպանատներից, դրանց ուղարկում են Կիև վիզա ստանալու համար։ Սա եւս մեկ փաստ է, որը ցույց է տալիս, որ Փաշինյանը ստում է, աշխարհը Արցախը չէր ճանաչում որպես Ադրբեջանի մաս։ Արցախ վերադառնալու ենք պահպանելով մեր իրավունքը մեր հայրենիքի վրա եւ սպասելով համապատասխան աշխարհակաղակական պահին, երբ մերձավոր արևելքում Թուրքիայի եւ Իսրայելի միջև հակամարտությունը սրվի եւ Թուրքիան վերջնականապես թուլանա, ինչպես նաեւ երբ Ռուսաստանը վերջնականապես լքի մեր տարածաշրջանը, վերադարձնելու եք օգտագործելով բոլոր խաղաղ միջոցները։ Որն է ազգային ժողովրդարական Բևեռի ամենաուժեղ փաստարկը, որն է այն զենքը, որով ԱԺԲ-ն դուրս կբերի Հայաստանը այդ իրավական ծուղակից առանց հրահրելու պատերազմ, թե պատերազմը բոլոր դեպքերում անխուսափելի է։
Բևեռն այն ուժն է, որն արդեն շուրջ 20 տարի է պայքարի մեջ է տարբեր ֆորմատներով։ Բևեռի անդամների քաղաքական վերլուծությունները եւ կանխատեսումները դեռևս 10 տարի առաջ ցույց էին տալիս մեր ժողովրդին այն ամենը, ինչ եղավ հայ ժողովրդի հետ վերջին 6 տարիների ընթացքում։ Մենք գիտեինք, որ ռուսները ռուսականացնելու են Արցախը, հետո փոխանցեն Ադրբեջանին։ Մենք կանխատեսում էինք, որ Ռուսաստանը հեռանալու է տարածաշրջանից եւ կոչ էինք անում այլընտրանքային անվտանգային բարձիկներ փնտրել։ Ցավոք սրտի, մեզ չլսեցին եւ եկավ այս աղետը։ Բևեռի անդամները անցել են բանտերով, մինչ այսօր մեր ընկերները բանտերում են։ Մեր տղաների վրա մահափորձ է կատարվել, ծեծ ու ջարդերի մի միջով ենք անցել։ Զոհաբերության ճանապարհով են գնացել մեր սասնածռերը, հանուն մեր ժողովրդի եւ Հայաստանի ազատության։ Կոչ եմ անում հայ ժողովրդին չգնալ նորաթուղ կամ հին դեմքերի հետևից, որոնք չունեն անցած ճանապարհ եւ ծրագիր ապագայի հանդեպ։ Բևեռը այլընտրանք չունի։ Ձեր քվեաթերթիկը համար 8-ն է։ Ինչի վրա ըստ ձեզ պետք է ընտրողը ուշադրություն դարձնի իր ընտրությունը կատարելուց, ինչի հետևից, ոչ թե ում հետևից, չգնա ոչ մի դեպքում, չխաբվի, չհրապուրվի։ Ձեր կարծիքը։ Ես խոսեցի իրավահաջորդության եւ դրանից բխող մեխանիզմների մասին, որի մասին Հայաստանում միայն Բևեռն է խոսում, եւ որը Հայաստանի համար այս վիճակից դուրս գալու միակ ելքն է։ Ինչպես նաև ազգ-բանակ կոնցեպտն է Բևեռը ասպարեզ բերել։ Մենք նախ եւ առաջ պետք է հաստատենք ազգային համերաշխություն, վերջ տալով այս պառակտմանը։ Ինչպես իմ ընկեր Գևորգ Սաֆարյանը օրերս նշեց, մենք ապրում ենք այնպիսի ժամանակաշրջանում, որ տարածաշրջանը եւ աշխարհը գտնվում են պատերազմի մեջ։ Այս վիճակում, երբ ողջ տարածաշրջանը եւ նույնիսկ Եվրոպան պատրաստվում են պատերազմի, խաղաղություն քարոզելը անբարոյականություն է եւ դավաճանություն։ Խաղաղություն կլինի, երբ մենք ազգովի պատրաստ լինենք պատերազմի։ Բևեռը կարող է բերել իրական խաղաղություն, պատվի եւ իրավունքի հիմքի վրա կառուցված։ Կոչ եմ անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մերժել եւ չընտրել Նիկոլ Փաշինյանին եւ իր քաղաքացիական պայմանագիրը, քանզի դա տանում է Հայաստանը դեպի թուրքացում։ Ոչ մի ձայն Նիկոլին։ Նրան ձայն տալով դուք ուրանալու եք մեր հազարավոր նահատակներին։ Եթե ուզում եք Հայաստան, որն ունի ապագա, ընտրեք ազգային ժողովրդավարական Բևեռին։ Քվեաթերթիկ համար 8։ Շատ շնորհակալ եմ սիրելի Սամվել պատասխանների համար։ Շատ շնորհակալ եմ եւ Աստված պահապան մեզ բոլորիս եւ Հայաստանին։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն նաեւ ձեզ, որ մեզ հետ եք այս ընթացքում։ Հիշեցնեմ, որ մեր հարցերի ներպատասխանում ազգային ժողովրդարական Բևեռի անդամ Սամվել Ասլիկյանը, զրուցվարում էի ես Գայանե Առաքելյանս, բարին ընձեզ։